Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում պատմությունը մոտեցել է այն փուլին, երբ զգացմունքները խառնվել են մինչև անհնարինության սահմանը և յուրաքանչյուր հերոս կանգնած է իր կյանքի ամենածանր ընտրության առաջ։ Այն, ինչ հիմա կատարվում է, ոչ միայն նոր շրջադարձ է, այլ սերիալի ամենաբարդ ու ամենահուզիչ փուլերից մեկը։ Հենրին միշտ գիտեր, որ ճշմարտությունը մի օր պայթելու է ինչպես սականը, բայց նա չէր պատկերացնում, որ այդ պայթյունը ոչ թե մեկ պահի, այլ ամբողջ կյանքի էֆեկտ է ունենալու։ Անգելինան նրան չի ներում։ Նա իր մտքում նույնիսկ նշում է, որ պետք է այնքան ուժեղ լինի, որ լսի մտքին, ոչ թե սրտին։ Իր համար Հենրին դարձել է այն մարդը, որին նա վստահել էր ամեն ինչ, սիրել էր ամբողջ սրտով ու որն այժմ խորհրդանշում է իր կյանքի ամենամեծ հիասթափությունը։ Հենրին փորձում է բացատրել, փորձում է արդարանալ, բայց Անգելինան այս պահին համարում է, որ նրա միակ արժանի պատիժը լռությունն ու հեռացումն է։ Աննան ինքն էլ խախտված է շոկի մեջ, ցավի մեջ, այսքան տարիներ ինքն իրեն խաբել էր, հավատացել էր Միքայելին, հավատացել էր, որ ճիշտ է անում։ Եվ երբ վերջապես գտավ իր աղջկան, երբ ուզում էր այնքան շատ գրկել, սիրել, լրացնել բաց թողած տարիները, հիմա նրան ստիպված ասում է, որ իրեն չպետք է մեղադրի, իսկ Հենրիից պահանջում, որ այլևս իրեն մամա չասի։ Անգելինան դեռ պատրաստ չէ որևէ մեկին ներս թողնել, նա դեռ պայքարում է այնպիսի հայտնությունների հետ, որոնք սպասված չէին, նրա աշխարհը բառացիորեն փլվել է մեկ օրում։ Անգելինան հանդիպում է Միքայելին, այն մարդուն, ով փոխել է իր կյանքը, ում նա ատում է հիմա բոլորից շատ։ Անգելինան հավանաբար նրան ասելու է այն, ինչ մտածում է նրա մասին, ամենածանր ճշմարտությունները։ Նա այլևս խոցելի չէ, նա ուժ է գտել հրապարակավ կանգնելու նրա դիմաց ու ասելու այն, ինչ տարիների ընթացքում պոռթկում էր իր ներսում, բայց դա դեռ ամենը չէ։ Հեռուստադիտողներն արդեն ակտիվ քննարկում են մի հսկայական հնարավորություն։ Հավանաբար շատ շուտով Անգելինան պարզելու է, որ հղի է Հենրիից։ Այս շրջադարձը Դիանա Գրիգորյանի ձեռագիրը կրող դասական քայլ է՝ տառապանք, սեր, մեղք, բաժանում, նոր կյանք, որպես կամուրջ անցյալի վերքեր ապաքինելու համար։ Եթե Անգելինան իսկապես հղի է, ապա նա կանգնելու է մի խնդրի առաջ, որի լուծումը դեռ դժվար է գտնել։ Արդյոք Անգելինան կցանկանա, որ իր երեխան մեծանա առանց հոր։ Արդյոք իրեն թույլ կտա կրկնել նույն սխալներն, ինչ արվել են իր կյանքի մեջ, կկոտրվի, թե կհաղթի իր ուժը նոր կյանքին առաջ։ Եվ այս ամենը կարող է դառնալ այն բանալին, որը ստիպելու է նրան վերանայել իր վերաբերմունքը Հենրիի հանդեպ։ Թվում է, թե ամեն ինչ բացահայտված է, թվում է այլևս անակնկալ չի լինելու, բայց Դիանա Գրիգորյանը նորից շարժում է սյուժեն դեպի նոր, ավելի խորը դրամա։ Հենրիի ներողությունն անպատասխան է, Անգելինայի ատելությունը նորից խորանում է, Միքայելի դեմ կանգնելը դառնում է կյանքի ամենավճռական քայլերից մեկը։ Աննայի և Անգելինայի միջև հաշտեցումը տեղի է ունենալու շատ շուտով, իսկ հղիության գիծը պատրաստ է դառնալ սերիալի ամենաուժեղ շրջադարձը։ Հենց այստեղից է սկսվելու այն փուլը, երբ հերոսները ստիպված են լինելու ոչ թե ստի դեմ պայքարել, այլ իրենց իրական էության։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն, իսկ հեռուստասերիալում մոտակա օրերին սպասվում են թեժ ու հետաքրքիր զարգացումներին, որին ականատեսը կլինեք նաև դուք, եթե հետևեք մեր ալիքին ու բաց չթողնեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Նշենք, որ Արամը վերջապես գալիս է Անգելինայի հայրական տուն, որպեսզի հանդիպի քրոջը, իսկ ավագը նրան ասում է, որ Անգելինան երկար տարիներ երազել է եղբայր ունենալու մասին և ահա վերջապես գտել է։ Հեռուստադիտողները հիացած են Արամի հետաքրքիր խաղով, նրա զուսպ պահվածքով, բայց վերջին սերիայում, ինչպես երևում է, Արամն ու Հենրին մի լավ հարբել են իրար հետ։ Սկզբում նրանք թշնամիներ էին, բայց հիմա նրանք ընկերանալու են, և հավանաբար հենց Արամն է օգնելու, որպեսզի Հենրին ու Անգելինան միասին լինեն, չէ՞ որ Արամն ամենից շատը կցանկանա, որ իր քույրը երջանիկ լինի, իսկ քրոջ երջանկությունը կապված է Հենրիի հետ։
Ինչպես Արամը ինքն է ասում Հենրիին, սկզբում նա բոլորովին այլ տպավորություն ուներ Հենրիից, բայց հիմա նա պարտավորված է զգում Հենրիի առաջ, քանի որ նա միակ մարդն էր, ով կարողացավ օգնել ու փրկել նրա հորը Սոսին, և հենց այդ պատճառով էլ հավանաբար նա մեղքի զգացում ունի և ամեն ինչ անելու է, որպեսզի Հենրիին կարողանա օգնել, իսկ առաջիկա սերիաներում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենալու։ Սոսը ձեռքերը ծալած չի նստում, նա նախ այցելում է շախունցներին, այնուհետև Բագրատին, որովհետև Բագրատը ևս տեղյակ է եղել ու լռել է այս ամենի մասին։ Բագրատը դեռ շատ ժամանակ առաջ գիտեր, թե ով է Անգելինան, և հավանաբար միակ մարդկանցից մեկն էր, որ հենց սկզբում գլխի ընկավ, թե ինչու է Միքայելը որոշել Անգելինային բաժանել Հենրիից, այնպես որ ամենահետաքրքիրն է առջևում բաց չթողնեք ամենադիտարժան տեսանյութերը դիտելու ձեր հնարավորությունը։